Հանրությունը սովոր լինելով նմանատիպ նյութեր քննարկելուն ամենուր խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը երբ եկավ իշխանության, արդեն միլիոնատեր էր իր փողով նյութ գրելու կամ փողի դիմաց նյութ չգրելու շնորհիվ։ Վերջերս մարդիկ խոսում են այն մասին, որ Փաշինյանը Կանադայում այլ վայրերում տներ ունի, բիզնեսներ ունի, բարեկամների անուններով է, կնոջն են վերագրում բաներ։ Լիքն են օդում կախված լուրերն այն մասին, թե քանի գործարարից ինչ գումարներ է իր հիմնադրամով պահանջում, ռեկետ են անում։ Տևական ժամանակ ինչ լուրեր են տարածվում, որ օրինակ X սուպերմարկետների ցանցը պատկանում է Աննա Հակոբյանին։ Սուպերմարկետի անունը հատուկ չեմ տալիս, որ ոչ գովազդ լինի, ոչ էլ հակագովազդ։ Նպատակս դա չէ։ Համ էլ իրենց պես մեր կապարանոց հայտարարությունների սովոր չեմ։ Եվ ուրեմն ամենուր այդ խոսակցություններն են։ Օրերս տեսա Աննա Հակոբյանը հերքում էր, սպառնում է դատի տալ։ Օրերս նաև հրապարակավ դիմեց գլխավոր դատախազություն, թե զբաղվեք այն լուրերով, որ իմ անունից տարբեր գործարարների նկատմամբ ճնշումներ են գործադրում, հետո այդ տարածքներում բացվում է այդ նույն սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղը։ Հիմա սրանք ասում են, ստերի համար դատի ենք տալիս, սուտ է թե այդ սուպերմարկետն իմն է, սուտ է թե մարդկանց ենք քարշ տալիս բերում կրթվելը նորաձև է ակցիային, սուտ է որ մենք պետբյուջեի հաշվին թռիչքների ժամանակ աստղաբաշխական գումարներ ենք ծախսում, սուտ է թե այսքան գնանոց ժամացույց ու պայուսակ ունեմ, սուտ է որ կղզի ենք առել եւ այլն, ու նեղվում են իբր, որ հավատանք, որ ճիշտ է իրենք են, ոչ թե իրենց մասին լուրերը։ Հիմա Աննա Հակոբյանը հենց այն մեթոդներից է բողոքում, որը ինքը ու իր ամուսինը անխնա օգտագործել են իրենց ընտանեկան լրատվամիջոցում, ամուսինը նաև զանազան ամբիոններից այդ թվում ազգային ժողովի։